Արարատի դեմ ինչ ունեք, ուզում եմ հասկանալ, եթե մենք ունենք Արարատի մարզ, Արարատ քաղաք, Մասիս անունով քաղաք ու ունենք Արարատ Միրզոյան, ինչի եք Արարատի լեռան պատկերը հանում կնիկներից եւ տենց արշավ սկսել Արարատի դեմ։ Մեր սուտ լեռն է։ Կարելի է այդ տեխնիկական փոփոխությունը մեկնաբանել որպես շատ բովանդակային է։ Տեխնիկական թող մճի տարերը հանեն, թվերը հանեն։ Բովանդակայինը նախկինում, եթե չեմ սխալվում, էլի են եղել տարիներ, որ Արարատ լեռը չի եղել։ Հետո ավելացվել է։ Քոչարյանի ժամանակ կեսից, Քոչարյանի իշխանության կեսից չի եղել, հետո ավելացվել։ Անձնագիրը բացում, այդ կնիքը նայում եւ Արարատին այդպես ֆիքսում եւ դե հիմա որ դուք չանեիք չենք ֆիքսվի դրա վրա։ Դե բայց պարտադիր նայենք ֆիքսում։ Չէ, մեր խորհրդանիշ համարվում է։ Ինձ համար պատմականորեն իհարկե այո բիբլիական ինչ էմոցիաներ առաջացնում Արարատը ձեզ համար։ Ես աշխատանքի գալիս եմ Զեյթուն վարչական համայնքից եւ երբ եղանակը պարզ է լինում, իմ օրը միշտ շատ լավ է սկսվում։ Պատմական հայրենիքի անունով Զեյթուն վարչական շրջանից եք գալիս իդեպ։ Հայաստանում ամեն ինչ պատմական, Զեյթունը պատմական հայրենիքի անունով է, չէ՞, մեր մարզերից մեկն է եղել։ Չգիտեմ, լավա թե վատ։ Վերջը մենք ունենալու ենք հիշողություն, թե չենք ունենալու, ունենալու ենք։ Մեր ապրում ենք մեր հիշողությունը եւ պատմական անցյալը չմոռանալու գաղափարով եւ մեր հայացքով ուղղված դեպի ապագային եւ դեպի իրականություն։ Բայց չենք անցյալը մոռացության տալիս Տիկին Գալյան։ Որևէ մեկը մոռացել։ Չէ, տալիս ենք։ Նիկոլ Փաշինյանն ասում, ինչու Վան կա, Ալաշկեր կա, չգիտեմ ինչ կա, բան։ Բայց մենք մանիպուլացնում ենք։ Վարչապետի ասածները հետեւյալն է, չպետք է մոռանալ անցյալը, պետք է սիրել անցյալը եւ պետք է արժևորել եւ սիրել ներկան, որպեսզի ինչ որ մի օր այն ինչ որ ունենք ներկայում չդառնա անցյալ։ Բայց կներեք, դու Արարատի մասով, Արարատի մասով ասում որ Թուրքիայում էմոցիաներ են առաջացնում, հարևան երկրի մոտ էմոցիաներ է առաջացնում։ Այսինքն դրա թուրքերի հարևան երկրի էմոցիաներին դուրս տալով ենք ուզում Արարատը բանանենք, հա։ Ես կրկնեմ իմ միտքը, մենք Արարատի մարդը կարող էմոցիա առաջացնել։ Մենք պետք է ապրենք այն մոտեցմամբ, որ այն Տիկին Գալյան մի բան Ձեր բանասեն է, ես ապրում եմ։ Վերաբերյալ քննարկումը խորհրդում նախանշումը երբ սկսեք օրինակ։ Չեմ կարող ասել, դեռ քննարկել ենք ազգային ժողովի կազմավորմանը եւ լիազորություններին առնչվող որոշ դրույթներ, ընտրակարգին առնչվող որոշ դրույթներ են քննարկել։ Իդեպ նախորդ խորհրդի նիստի ընթացքում նաեւ խորհուրդը քվեարկել է որոշ հարցերին կողմ կամ դեմ եւ մի քանի հարց կարելի ասել հաստատվել են խորհրդի կողմից։ Պետք է փորձենք հասցնել։ Շատ հարցեր։ Եթե ամեն դեպքում նոր սահմանադրությունը չընդունվի հանրաքվեով, դա կարող է որևէ կերպ վտանգել են խաղաղությունը, որի մասին հայտարարվում է Ադրբեջանի հետ։ Ես կարծում եմ, որ ոչ։ Նախարար մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, մենք պետք է հասկանանք, թե 30 տարի ինչի Հայաստանի սահմաններից դուրս մեր զինծառայողը գնացել է, ծառայել է, հա։ Դուք խնդիր չեք տեսնում այս հայտարարության մեջ, որովհետև ի վերջո ինքն էլ է 2018 թվականին գնացել այնտեղ, նաև դրանից առաջ։ Ինչու դա չգիտեր, որ դա Հայաստանի սահմաններից դուրս է, չնայած որ մենք երբեք չենք ասել, որ Հայաստանի սահմանները որտեղ են ավարտում, մենք գիտեինք Ղրիմ տարածքը, Արցախ գիտեինք ու առհասարակ հայտնի չէր, թե Հայաստանի սահմանը որտեղից էր գցում։ Դա նաև ինքն էր ասում, որ տեսնում այստեղ որևէ խնդիր, այս հայտարարության ժամանակի ընթացքում միգուցե նաև դատական հայցեր լինեն Հայաստանի դեպս։ Եվ մեր շուկով տղային Եկեք հիշենք, թե այդ մոտեցումը երբ որպես դիրքորոշում ներկայացվեց պարոն վարչապետի կողմից, այն ժամանակ, երբ մեղադրեցին այս իշխանությանը պատերազմ կամ սանձազերծելու կամ սկսելու մեջ եւ արձագանքը դրա մասին էր։ Այսինքն այդքան տարի ինչ է նույն ձեր ասածներ կրկնում, մենք չգիտեինք դա, այսինքն մենք չգիտեինք, որ միջազգայինորեն չճանաչված տարածքի հետ գործ ունեինք եւ ոնց կարող է այնպես ստացվել, որ այս իշխանությունը եկավ եւ ինքը սանձազերծեց պատերազմ եւ շարունակությունը, դա եմ ասում, չգիտեինք 2018 թվականի ապրիլյան պատերազմը կներեք եւ շարունակությունը հետեւյալն էր, որ պատերազմի մեջ ենք գտնվել
20-ից առաջ, 19-ին, 18-ին, 17-ին եւ դրան նախորդող Ում բոլոր հողերն էր տարիներին։ Պաշտպանում Փաշինյանի վրա։ Մեծ Ու ինքը անձամբ հաստատվեցին, որ գնաց ապելապատերին իհարկե մայիսին գնաց խրամատեր։ վատ արեց, որ գնաց։ Չէ, լավ արեց, բայց ում հողերն էր պաշտպանում, որ հողերը, որ հայրենիքի։ Մեզ համար շատ ցանկալի։ Իսկ մի բան է Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ես հայրենասիրությունից դրդված եմ ասել Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հետո հայրենասիրությունից դրդված Արցախը ճանաչեց Ադրբեջանի, կազմում հանձնեց Ադրբեջանի։ Ոնց հասկանանք դա։ Ես կարծում եմ, որ դուք ինձնից լավ գուցե, չգիտեմ, հիշում եք այն պատմական այլևս իրադարձությունները, որոնք տեղի ունեցան եւ կարող եք ինքներդ հետեւություններ անել, թե ինչի արդյունքում եղավ այն, ինչ Ուկրաինան եղավ։ մինչև հիմա Ռուսաստանի դեմ պայքարում է, իր հողերի մի մասը Ռուսաստանի տարածքում է հայտնվել, բայց մինչև հիմա Զելենսկին հրաժարվում է ճանաչել Դոնբասը կամ, չգիտեմ, Ղրիմը Ռուսաստանի մաս։ Ու ատամներով պահում է, ինչքան որ կարողանում է, գնում զենք հազում, չգիտեմ, ռագատկի քար հազում, բերում կռվում է։ Իսկ մենք չուզեցինք որևէ բան պահել։ Ես այնքան կուզեի, որ գոնե դուք ինքներդ ձեզ չհակասեիք։ Ինչով։ Նրանով, որ վստահաբար, եթե զոհերի քանակությունը Աստված չանի ավելի մեծ լիներ, իհարկե էլի մեծ է թիվը, ցավոք սրտի։ Հայաստանի մասին եմ ես խոսում, էլի մեծ է ցավոք սրտի, բայց եթե այդ ամենը շարունակվեր, ինչ մեղադրանքներ էին հնչելու իշխանությունների հասցեին եւ հնչելել են այդ մեղադրանքները, հետեւաբար իմ պատասխանը նույնն է, կրկնում եմ, դուք շատ լավ տիրապետում եք այն ինֆորմացիային, թե ինչ եղավ եւ ինչու։ Մենք քննադատում ենք մեղադրում են նաեւ հենց դրա համար, որ մինչեւ 20 թվականը ասաց Արցախը Հայաստանը եւ էր դրանով սադրելով պատերազմ։ Ես էլ ասում եմ Ալիևի կողմնորոշ հայտարարություններն են վկայում։ եւ նաեւ հարգելի լրագրողի հարցին պատասխանեցի, ասելով թե ինչ է նկատի ունել վարչապետը, բարեբախտաբար ես այդ քննարկմանը ներկա եմ եղել եւ շատ լավ հիշում եմ, թե ինչի հետ կապված այդ դիրքորոշումը հայտնվեց եւ եթե հայտնում եք որևէ դիրքորոշում, որևէ պաշտոնատար անձի կողմից հնչեցված, խնդրում եմ դա հայտնեք մինչեւ վերջ, չկտրելով կոնտեքստից։ Չէ, կտրում եք կոնտեքստից։ Միշտ կտրում եք կոնտեքստից։ Ձեր գլխագրերն էլ են միշտ ձեր չէ, չեմ հավաքական։ Չէ, լրագրողների գլխագրերն էլ են կոնտեքստից հիմնականում կտրված, պատասխաններն էլ են հիմնականում կոնտեքստից կտրված։ Մեզ եք ասում, ողիկ ասեք մեզ։ Ձեզ նկատի ունեի անձնապես չեմ ասում կոնկրետ։ Ձեզ